Համայնքի ղեկավարի դաժան սպանություն, երեխաների կորելու, ապա մահացած հայտնաբերվելու դեպքեր, մեկ օրվա մեջ 4 անձի սպանություն, արտաքին գործերի նախարարության աշխատակցի լրտեսության բացահայտում։ 2025-ին հանրությանը ցնցած մի քանի դեպք արձանագրվեց։ Ֆակտոր TV-ն առանձնացրել է դրանցից ամենահնչեղները։ Սեպտեմբերի 23-ի գիշերը ներքին գործերի նախարարության 3 նախադասությունից կազմված հաղորդագրությունն արագորեն սկսեց տարածվել։ Ժամը 23:52-ին ահազանգ է ստացվել, որ Մերձավանում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանն է։ Արձակված 18 կրակոցներից սպանվել էր նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, վիրավորվել Գրիգորյանի ընկերներից Արծրուն Գալստյանը։ 3 օր անց ձերբակալվեց Նարեկ Օհանյանը, 1 օր անց էլ նրա ընկեր Գևորգ Հարությունյանը։ Նրանք կալանավորվեցին։ Օհանյանին մեղադրանք առաջադրվեց սպանությամբ նոժանդակելու, իսկ Հարությունյանին սպանության հոդվածով։ Փետրվարին եւս Մերձավանում կրակոցներ էին հնչել։ Գյուղի ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ որդի Գրիգոր Օհանյանը։ Գործով 15 մեղադրյալների թվում է Վալոդիա Գրիգորյանի եղբայրը։ Ըստ մինչ օրս քննվող վարկածի, Գրիգորյանի սպանությունը փետրվարյան դեպքի շարունակությունն է։ Նարեկ Օհանյանը սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, իսկ Գևորգ Հարությունյանը ընկերը։ Վենդետա էր տեղի ունեցածը։ Պաշտոնապես դեռևս չի հայտարարվում։ Քննությունը շարունակվում է։ Սեպտեմբերի 24-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգի Հայաստանի Հանրապետության հիպատոսարանի սանհանգույցում հայտնաբերվեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանի առնաշաղախ մարմինը։ Նախնական վարկածով նա ինքնասպան էր եղել, կտրելով երակները։ Խնդրում եմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները իմ էքստրադիցիան կատարեն։ Ժամեր անց արդեն Ավագյանը ողջ չէր։ Դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնվեց Բորիս Ավագյանին ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։ 2025 թվականին մի քանի ամսվա տարբերությամբ 2 և 3 տարեկան երեխաների կորելու դեպքեր գրանցվեցին։ Մայիսի 4-ին ահազանգ էր ստացվել, որ 2-ամյա Տիգրան Պետրոսյանը Մարմարի գետի ափին կորել է։ Փրկարարներ, գյուղացիներ, սովորական քաղաքացիներ շուրջ 20 օր փնտրում էին փոքրիկին։ 20 օր անց ներքին գործերի նախարարությունից հայտնեցին։ Մարմարի գետում Հրազդան ջեկի մոտակա կամրջի մոտ հայտնաբերվել է որոնվող երեխայի դին։ Հոկտեմբերի 27-ին էլ հաղորդում ստացվեց, որ Ծաղկաթափ գյուղում կորել է 3-ամյա Տիգրան Հովհաննեսովը։ Փոքրիկն առողջական խնդիրներ ունեցող եղբոր հետ էր դուրս եկել խաղալու, ինչից որոշ ժամանակ հետո եղբայրը միայնակ էր տուն վերադարձել։ Եղբոր մասին հարցերին ի պատասխան միայն կոկորդը սեղմելու շարժումներ էր ցույց տվել։ Հաշտալի հոս է բողազն հոպտալ։ Ուրեմն երևի ողջացրել են։ Նոյեմբերի 2-ին հայտնաբերվեց Տիգրանի մարմինը տնից բավականին հեռու Դաշտամինչյան հատվածում, որտեղ մինչ այդ փրկարարները որոնողական գործողություններ արդեն իսկ իրականացրել էին։ 1 օր անց պարզվեց սարսափելին։ Երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Փոքրիկի հայրը 2 ամսով կալանավորվեց, իսկ նրա 4 քույրերն ու եղբայրները տեղափոխվեցին Հովի երեխաների աջակցության կենտրոն։ Արամուս գյուղում հոկտեմբերի 12-ին 4 ժամում 4 սպանություն տեղի ունեցավ։ Գյուղի Դաշտամիչյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր հայտնաբերվեցին։ Ժամեր անց արդեն Զովաշեն գյուղի ճանապարհին հրազենային կրակոցի հետևանքով եւս 2 դի հայտնաբերվեց։ Ավելի ուշ իրավապահները հայտնեցին, որ կասկածյալը նույն անձն է՝ Արամուսի բնակիչ 61-ամյա Թադևոս Հովակիմյանը։ Արդեն շաբաթներ անց հայտնի դարձավ, որ դատահոգեբանական փորձաքննությամբ նա անմեղսունակ է ճանաչվել եւ տեղափոխվել հոգեբուժարան։ Դժոխք կողմը սակայն մինչ օրս չի հավատում, որ Հովակիմյանն անմեղսունակ է, հիմնավորելով անմեղսունակ անձը չէր կարող վարորդական իրավունք ստանալ։ Ավելին, այն զենքը, որից ենթադրաբար արվել են կրակոցները, հաշվառված է հենց Հովակիմյանի անունով։
Օգոստոսի վերջին ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, արտաքին գործերի նախարարությունում հայտնաբերվել է պաշտոնյա, որը կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ եւ նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։ Ֆակտոր TV-ի տեղեկություններով այդ անձը Աշխեն Ալեքսանյանն է, որը եղել է առանցքային վարչությունների աշխատակից, հասանելիություն ունեցել կարևոր տեղեկությունների։ Ալեքսանյանը տևական ժամանակ սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ։ Նա հարցաքննության ժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմից գումար է վերցրել եւ չի գործել միայնակ։ Գործի մասին այլ տեղեկություններ այդպես էլ հասանելի չդարձան հանրության համար։